Մեծ հայկական ընտանիքում, որտեղ բոլորը գիտեն ամեն ինչ մյուսների մասին, գաղտնիք պահելը գրեթե անհնար է։ Բայց Լուսինեին, ամուսնուս, Տիգրանի կրտսեր քրոջը, դա հաջողվում էր գրեթե 10 տարի։ Լուսինեն այն կանանցից էր, որոնց ետևից փողոցում շրջվում են։ 32 տարեկանում նա ուներ այն հազվագյուտ, ազնվական գեղեցկությունը, որը տարիների հետ միայն ավելի է ընդգծվում։ Խիտ մուգ վարսեր, միշտ կոկիկ հավաքված, թախծոտ շագանակագույն աչքեր և թագուհու կեցվածք։ Նա հաջողակ դեղագետ էր, ուներ իր բնակարանը, մեքենան և անթերի համբավ։ Կար միայն մեկ բայց, որը հանգիստ չէր տալիս մեր ողջ գերդաստանին։ Լուսինեն կտրականապես հրաժարվում էր ամուսնանալ։ Սա նորմալ չէ, Անի, դժգոհում էր ինձ Տիգրանը ուշ երեկորյան խոհանոցում, նյարդային խառնելով սուրճի բաժակը։ Նա արդեն 30-ն անց է։ Մաման ամեն օր լաց է լինում։ Հարևանները փսփսում են։ Ինչ է կատարվում նրա հետ։ Ոչ ոքի հետ չի շփվում, ոչ ոքի չի նայում։ Գուցե հոգեբանի կարիք ունի։ Ես միշտ պաշտպանում էի տալիս։ Հանգիստ թող նրան, Տիգրան, գուցե պարզապես արժանի մեկին չի հանդիպել։ Հիմա ուրիշ ժամանակներ են։ Բայց իրավիճակը թեժացավ, երբ Մոսկվայից ժամանեց Արմենը, մամայի ընկերուհու որդին էր, հաջողակ գործարար, բաժանված, առանց երեխաների, գեղեցիկ, կիրթ, մի խոսքով ոսկետոմս ցանկացած հայ մոր համար։ Ընտանիքները պայմանավորվեցին պատահական ընթրիք կազմակերպել։ Երեկոն իդեալական անցավ, Արմենը աչքը չէր կտրում Լուսինեից, նա կատակում էր, սիրալիր էր, և անգամ միշտ խիստ Լուսինեն մի քանի անգամ անկեղծ ժպտաց։ Երբ հյուրերը գնացին, մաման երջանկությունից փայլելով ասաց. «Դե ահա աղջիկս, Արմենը մորն ասել է, որ դու իրեն շատ ես դուր եկել, նա ուզում է հանգստյան օրերին քեզ ռեստորան հրավիրել»։ Բոլորս քարացանք սպասելով պատասխանի։ Լուսինեն կանգնած էր պատուհանի մոտ, մեջքով դեպի մեզ։ Նրա ուսերը հանկարծ լարվեցին։ «Ոչ», ցածրաձայն ասաց նա։ «Ինչ ոչ», չհասկացավ Տիգրանը։ «Ես ոչ միտեղ չեմ գնա նրա հետ, և չեմ ամուսնանա, երբեք, փակեք այս թեման մեկ ընդմիշտ»։ Նա շրջվեց, և ես վախեցա։ Նրա աչքերում ոչ թե պարզապես համառություն կամ քմահաճույք էր, այլ իսկական խուճապ և ցավ։ «Դու գժվել ես», պոռթկաց Տիգրանը։ «Ուզում ես տանը մնալ, դու խայտառակում ես մեզ։ Մարդիկ խոսում են, որ հաստատ մեկնումեկը կա կյանքումդ։ Երևի ամուսնացած մարդ է, դրա համար ես բոլորին մերժում»։ Լուսինեն լուր վերցրեց պայուսակն ու դուրս վազեց մեր տնից։ Անցավ 2 շաբաթ, եղբոր և քրոջ հարաբերությունները լարված էին։ Տիգրանը ջղայնանում էր, իսկ ես զգում էի, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Կանացի բնազս հուշում էր, Լուսինեն պարզապես հպարտ չէ, նա գաղտնիք ունի։ Մի 3 շաբթի, երբ ես աշխատանքից շուտ էի դուրս եկել, տեսա Լուսինեի մեքենան։ Տարօրինակ էր, այդ ժամին նա պետք է կենտրոնի դեղատանը լիներ։ Բայց նա գնում էր դեպի Երևանի ծայրամաս, Նուբարաշենի խճուղի։ Չգիտեմ ինչ կատարվեց ինձ հետ, բայց ես գնացի նրա հետևից։ Նա կանգնեց ոչ թե բնակելի շենքի կամ սրճարանի մոտ, այլ կայանեց մեքենան գաղութի դարպասների մոտ։ Բանտի մոտ։ Ես ցնցված էի։ Լուսինեն։ Մեր իդեալական ճիշտ Լուսինեն։ Տեսա, թե ինչպես նա բեռնախցիկից հանեց մթերքներով լի ծանր տոպրակները։ Նա քայլում էր վստահ, ինչպես մի մարդ, ով անում է դա տարիներ շարունակ։ Ես չկարողացա հեռանալ։ Մեքենայի մեջ սպասեցի 2 ժամ։ Երբ նա դուրս եկավ, դեմքը արտասված էր, բայց տարօրինակ կերպով խաղաղված։ Նա նկատեց իմ մեքենան, ես չփորձեցի թաքնվել։ Լուսինեն մոտեցավ, նստեց կողքիս և դեմքը ծածկեց ձեռքերով։ «Տիգրանին կպատմես», խուլ ձայնով հարցրեց նա։ «Լուսինե ով է այնտեղ»։ «Ընկերդ է»։ «Ինչու էիր լռում»։ «Եթե նա սխալվել է, սայթաքել է, մենք կհասկանայինք։ Մենք ընտանիք ենք»։ Նա բարձրացրեց արցունքներով լի աչքերը և դառը քմծիծաղ տվեց։ «Սայթաքել է»։ «Ոչ, Անի, նա չի սայթաքել։ Այնտեղ նստած է Գևորգը»։ Անունը ինձ աղոտ ծանոթ թվաց։ «Գևորգը»։ Այն տղան, որ ապրում էր հարևան բակում։ Տիգրանի մանկության ընկերը։ Այո, գլխով արեց նա։ Հենց նա, ով անհետացավ 12 տարի առաջ։ Բոլորը կարծում էին, թե գնացել է Ռուսաստան խոպան ու կորել է։ Իսկ ինչ է նա անում բանտում, ինչի համար։ Լուսինեն խորը շունչ քաշեց և այն, ինչ նա ասաց հետո, ստիպեց սրտիս կանգ առնել։ Հիշում ես վթարը։ 12 տարի առաջ։ Տիգրանը նոր էր վարորդական իրավունք ստացել։ Նա տուն եկավ գունատ, ասաց, որ մեքենան քերձել է։
Հայրիկ այն ժամանակ արագ ամեն ինչ կարգավորեց, մեքենան սարքեցին։ Ես գլխով արեցի։ Այդ պատմությունը ընտանիքում հազվադեպ էին հիշում։ Դա քերձվածք չէր անի։ Այդ գիշեր նրանք մարդ էին վրաերթի ենթարկել։ Մահվան ելքով։ Ղեկին Տիգրանն էր։ Նա խուճապի մեջ էր, նոր էր ընդունվել համալսարան, ամբողջ կյանքը առջևում էր։ Գևորգը կողքին էր, նա որբ էր, ապրում էր տատիկի հետ, նա սիրում էր ինձ, ես էլ իրեն, թեև Տիգրանը դեմ էր։ Համարում էր, որ նա ինձ արժանի չէ։ Լուսինեն այնպես սեղմեց ձեռքերը, որ մատները սպիտակեցին։ Գևորգը Տիգրանին տեղափոխել էր ուղևորի նստատեղին մինչև ոստիկանության գալը։ Նա մեղքը վերցրել էր իր վրա, քննիչներին ասել էր, թե առանց հարցնելու վերցրել է ընկերոջ մեքենան ու վրաերթի ենթարկել հետիոտնին։ Ես ձեռքով փակեցի բերանս, որ չճչամ։ Տիգրանը, նա գիտի։ Իհարկե գիտի, բղավեց Լուսինեն եւ արդյունքները հոսեցին այտերով։ Բայց Տիգրանը վախկոտություն արեց։ Նա վախեցավ։ Նա թույլ տվեց, որ Գևորգը նստի։ Գևորգին տվեցին 15 տարի, խիստ ռեժիմի։ Տիգրանը ոչ մի անգամ, լսում ես, Անի, ոչ մի անգամ նրան չի այցելել։ Նա ջնջեց նրան իր հիշողությունից, որ հանգիստ ապրի։ Նա ամուսնացավ քեզ հետ, երեխաներ ունեցավ, տուն սարքեց։ Իսկ Գևորգը փտում է այնտեղ եղբորս գործած հանցանքի համար։ Մեքենայի մեջ ծանր լռություն տիրեց։ Ես իմացա այդ մասին պատահաբար դատից 1 տարի անց, շշուկով շարունակեց Լուսինեն։ Գտա Գևորգի նամակը, որը Տիգրանը թաքցրել էր ու չէր բացել։ Ես գնացի նրա մոտ։ Գևորգն արգելեց ինձ ճշմարտությունն ասել։ Ասաց, թող Տիգրանը ապրի, եթե նա նստի, դա կսպանի ձեր մորը։ Նա նայեց ինձ ուղիղ, խիստ հայացքով։ Ես երթվեցի Աստծո առաջ, Անի։ Ես ասացի Գևորգին, որ կսպասեմ նրան։ Ես հոգով դարձա նրա կինը։ Ես նրան ծանոթներ եմ տանում, ապրում եմ տեսակցությունից տեսակցություն։ Նրան մնացել է նստել եւս 3 տարի։ Ես չեմ կարող ամուսնանալ Արմենի կամ որևէ այլ մեկի հետ։ Ինչպես կարող եմ դավաճանել մարդուն, ով իր կյանքը զոհեց եղբորս համար։ Գևորգը դուրս եկավ 8 ամիս անց։ Հիշում եմ այդ օրը։ Մենք բոլորս կանգնած էինք դարպասի մոտ։ Ես, Տիգրանը, Լուսինեն։ Երբ երկաթե դուռը բացվեց եւ դուրս եկավ նիհարած, ժամանակից շուտ ճերմակած տղամարդը, Տիգրանը մի քայլ առաջ արեց ու ընկավ նրա ոտքերի առաջ, ուղիղ փոշու մեջ։ Նա ոչինչ չէր ասում, ուղղակի լալիս էր, գրկելով ընկերոջ ոտքերը։ Գևորգը բարձրացրեց նրան, ամուր գրկեց ու նայեց Լուսինեին։ Հարսանիքը արեցինք կես տարի անց։ Դա 500 հոգանոց ճոխքև չէր, ինչպես ընդունված է հայերի մոտ։ Դա հանգիստ երեկո էր ամենահարազատների համար։ Լուսինեն հասարակ սպիտակ զգեստով էր, եւ ես երբեք ավելի գեղեցիկ հարց չեմ տեսել։ Նա նայում էր Գևորգին այնպես, կարծես նա միակ տղամարդն էր աշխարհում։ Իսկ Տիգրանը։ Տիգրանը փոխվեց։ Նա դարձավ ավելի լուռ, համեստ։ Նա օգնում է Գևորգին ոտքի կանգնել, սեփական գործը բացել։ Անցյալի ստվերը դեռ մեր վրա է, բայց հիմա գոնե մեր տանը չկան փակ դռներ ու սուտ։ Մենք իմացանք պատճառը, եւ այն ցնցեց մեզ, բայց այն նաեւ փրկեց մեզ, հիշեցնելով, թե ինչ է իրական պատիվը, հավատարմությունը եւ մարդկային սխալի գինը։